Սերներ, փառք Տիրոջը, ամեն ինչի համար փառք Տիրոջը։ Երկու երկն են ճիշտ ասած թե ռուսերենը, թե հայերենը, երկուսն էլ արդեն կարելի ասել, որ աղոթք էր Սերներ։ Երբ որ մենք անկեղծ երգում ենք սրտանց այդ երգերը, նրանք վերածվում են աղոթքի մեր կյանքում Սերներ։ Մեկ ասում էր «Научи меня молиться, Боже». Գիտեք, եղբայրներ, քույրեր, երբ որ մենք գալիս ենք ստեղ, երբ որ մենք ընդհանրապես ուզում ենք Աստծո հետ հաղորդակցվել, դա սկսվում է աղոթքից։ Լսում ենք Աստծո խոսքը, բայց մեր հաղորդակցությունը Աստծո խոսքով լինում է նաև աղոթքի ճանապարհով, ամենակարևոր բանը մեր այն բանը, երբ որ մենք սկսում ենք հաղորդակցվել Աստծո հետ։ Նրա ներկայությունը վայելել, նրանից ինֆորմացիա ստանանք հոգևոր։ Եվ մյուս երկի մեջ հայերենի մեջ ասում է «Քո սուրբ արյունով մաքրիր իմ հոգին»։ Նոր երգեցինք Սերներ։ Եվ ինչքան գեղեցիկ է, սքանչել է, երբ որ մարդու հոգին Սերներ մաքրված է Հիսուսի արյունով, եւ մենք հավատում ենք, որ Հիսուսի արյունը ինձ կմաքրի ամեն մեղքից։ Եվ մյուսը ասում է ինձ օծիր քո սուրբ յուղով, որ հնազանդվեմ Աստծո կամքին։ Եղբայրներ, քույրեր, երբ որ մենք կարողանանք իրականում հնազանդվենք Աստծո կամքին, դա միայն մարդկային զորությամբ անհնար է, դա միայն Սուրբ Հոգու օգնությամբ կարող է լինել, Սուրբ Հոգու յուղն է, կյանքի յուղն է օծում մեր սիրտը, հոգինեությունը, եւ մենք կարողանում ենք միայն այդ դեպքում հնազանդվել Աստծո սուրբ կամքին։ Թող Աստծո անունը հավիտյանս փառավորվի եւ տա, որպեսզի մենք բոլորս անկեղծորեն եւ սիրով հնազանդվենք մշտապես Աստծո սուրբ կամքին Սերներ։ Ես ուզում եմ մեր Վարդան եղբայրը խոսեց եկեղեցու վերաբերյալ, ես մի փոքր լրացում անեմ, որ եկեղեցին ավետարանի համաձայն, որը գրված է Եփեսացիս թղթի առաջի գլխի ամենավերջի համարում եկեղեցին Քրիստոսի մարմինն է, այսինքն փրկված հոգիների բազմություն են, որոնք որ խոստը հավատալով փրկվել են Հիսուսի արյունով, եւ նրանք գիտեն, որ իրենք փրկված են։ Նրանք գիտեն, որ գտնվելով Քրիստոսի մարմնի մեջ, նրանք փրկված են։ Թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք հետ չդառնանք եւ հետ չդարձնենք մեր հայացքները Տիրոջից։ Սերներ, ըստեղ ես ուզում եմ ձեր ներկայացուցիչ ուշադրության ներկայացնել Սավուղի դարձը, թե ինչպես Սավուղը Պողոս Արաքյալը դարձավ Տիրոջը, Սերներ։ Եվ մենք էլ ունենք շատ տկարություններ Տեր Հիսուսի վերաբերյալ, Տեր Հիսուսի նկատմամբ թույլ տրվող մեր կողմից, թեկուզ նոր շատերը կարող են նոր են եկել, շատերը արդեն եկեղեցու անդամներ են հավատքով եւ ջերով եւ հոգով մկրտված Սերներ, լցված, բայց կար այս ազնվորությունը մեկը, որը հալածում էր ոչ միայն իր սրտի մեջ, ինքը մերժել էր Տիրոջը, ոչ թե Տերը տեղ չուներ իր սրտի մեջ, որտեղ ինքը հավատ չուներ Քրիստոսի նկատմամբ, ինքը ատելությամբ էր լցված եւ հալածում էր Աստծո եկեղեցին եւ իր կյանքի մեջ Եվ որ այս ավիդորեր անցան, ինչև իր կյանքի վերջը ինքը իրան հիշում էր, որ ինքը հալածել էր Տիրոջ եկեղեցին, ինքը բոլոր սուրբերի փոքրակույնն է եւ ասում է վերջում վիժվազի պես ինձ էլ Աստված հանդիպեցավ։ Ասում է սկզբից հանդիպեցավ Մարիամին, Պետրոսին, ետքը 12 աշակերտներին եւ 500-ից ավելի եղբայրների հանդիպեցավ, որոնք ասում է մինչև հիմա կան մի մասներ ննջում են եւ վերջը ինձի որպես թե վիժվածի մել հանդիպեցավ, որտեղ ասում է ես Աստծո եկեղեցին հալածեցի։ Սերներ, եւ բոլոր դեպքերում այս պատմությունը ցնցող է եղբայրներ քույրեր, սակայն կան շատ ցնցող պատմություններ մեր Աստվածաշնչի մեջ, Աստծո սիրո խոսքերի մեջ, որովհետև Աստված մեր հարաբերությունների մեջ դրել է իր կենտանի սերը, սիրելի եղբայրներ քույրեր, Աստվածաշնչի հիմքում, որը մենք խոսում ենք, քարոզում ենք, Աստծո սերն է ընկած
Աստծո կամքի արտահայտությունը մեր նկատմամբ, որը փրկությունն է, մեր կյանքն է, մեր ապաշխարությունն է, մեր հավիտենությունն է, եւ ամբողջ Աստվածաշնչի հիմքում ընկած է Աստծո սերը, որը մեզ տանում է դեպի Աստված, մեզ մոտեցնում է, մեզ միացնում է Քրիստոսի արյունով, Աստծո եկեղեցուն, Քրիստոս Հիսուսին, որովհետեւ մենք կարողանանք սրբվելով իրար հետ հաղորդակցվել, իր սուրբ կամքը պահել, կատարել, որ դեր սրա մեջ է փրկությունը, որ մենք կատարենք իր սուրբ եւ աստվածային կամքը եղբայրներ քույրեր եւ իր կամքը կատարելով փրկություն ունենանք։ Տեր Հիսուսը սերներ ոչ թե միայն Գեթսեմանի պարտեզի մեջ իր խաչվելուց առաջ արել այդ աղոթքը, որ միայն քո կամքը լինի, ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես դու ես ուզում, ոչ թե իմ կամքը սավա քո կամքը լինի այդ աղոթքը Տեր Հիսուսը արել է ամեն օր եւ ամեն վայրկյան։ Նա ապրել այդ հոգիով, նա քայլել այդ հոգիով եւ կատարել է ամեն բան այդ հոգիով սերներ, որ քո կամքը լինի, որտեղ ինքը լցված էր Տիրոջ հոգիով, որտեղ ինքը Աստծո կամքն էր, Աստծո կյանքն էր, Աստծո խոսքն էր, ճշմարտությունն էր հենց ինքը ներկայացնում եւ իր ամբողջ կյանքի հիմքը Աստծո կամքը կատարելն է սերներ եւ իր հորը փառավորն է։ Նոր այսօր մեր եղբայրներից Չեմիշե Մարգոսն էր, թե ով էր կարդաց սերներ, կարդաց այն մասին, որ այնտեղ գրված է սերներ, որ Տեր ասավ փառավոր է, Հայր փառավոր է քո սուրբ անունդ, փառավոր է քո որդիդ, որովհետեւ որդն է քեզ փառավոր է, բայց դրանից առաջ գրված էր այն պահին, երբ որ Տեր Հիսուսը գնալու է դեպի խաչելություն, գնալու է դեպի չարչարանք, անարգանք եւ ծաղրանք եղբայրներ քույրեր, թույք ու նախադինք, որը պետք է գար Տեր Հիսուսի վրա, մեր ամեն մեկի պատճառով ինքը ասում է Հայր փառավոր է քո սուրբ անունդ։ Այն բան, երբ որ ինքը խաչելության պետք է գնա նրան մի բան հետաքրքիր, ոչ թե այն հանգամանքը, որ իրան պետք է տանջեն, չարչարեն, այլ իրան կարևոր է մեկ բան, որ ինքը իր հոր կամքը կատարելով փառավորի նրան, ասում է փառավոր է Հայր քո սուրբ անունդ։ Սերներ, սա միայն Աստծո որդին կարող էր անել, որ այդպիսի վիճակի մեջ ինքը Փառք տար Տիրոջը, մտածել միայն Աստծո փառքի մասին, ոչ թե իր անձի, իր կարիքների եւ իր նեղությունների մասին։ Դա միայն Աստծո որդին կարող էր անել սիրներ։ Եվ այստեղ Սավուղը, երբ որ գնում է Դամասկոս, քահանապետներից թուղթեր առած, որպեսզի այնտեղ կավնդեղած գտած հավատացյալներին, երբ որ այնտեղ ժողովրդները գնա եւ այնտեղ գտնի հավատացյալներ, որոնք դավանում են Տեր Հիսուսի անունը, նրանց կապված Երուսաղեմ բերե, որպեսզի կամ ցեցե, կամ բանդարգեք եւ կամ սպաներ, բաներ քույրեր։ Եվ հանկարծ այդ ճանապարհին նրան հանդիպում է Տեր Հիսուսը։ Երբ կերպած Դամասկոսի մոտեցավ, հանկարծ իր բոլորիկը երկնքեն լույսը փայլադագեց։ Տեր Հիսուսը կյանքի լույսն էր, նա հենց Աստծո լույսն էր, նա իրականում լույսն էր, ոչ թե Արեգագի լույս էր, Արեգագի ինքն է ստեղծել սիրներ, ամբողջ համակարգությունները տիեզերք ասում է, երբ որ դու երկիրը կանդունների վրա կամար կցեկեր, երբ որ երկինքները կտարածեիր, ասում ես քո մոտ ճարտարապետ էի, ինքն է ստեղծել եղբայրներ քույրեր։ Սա սովորական լույսի մասին չէ խոսքը, այլ կյանքի լույսին, որի համար ինքը վկայում է Հովհաննես Առաքյալը վկայում է, ասելով կյանքը նրանում էր եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր։ Այո, եթե լույսը կա, ուրեմն ինքը լուսավորում է խավարի մեջ սիրներ։ Եվ դա միակ Տեր Հիսուսն է, որ մեր կյանքի խավարն է լուսավորել։ Այդպիսի երկեր կա, անցան դարեր խավար միշնա թափեց իր այրունը սուրբ։ Եվ ասում է, երբ կերտար Դամասկոսի մոտեցավ, հանգած իր բոլոր երկնքեն լույսը փայլատակեց։ Եվ ինքը քետին ընկավ, եկնելով ցայմը լսեց։ Եվ ինքը ընկավ քետինը եւ այդ մարդիկ, ովքեր իրան զինվորներն էլ, մարդիկ էլ, որոնք իրան շրջապատում էին, ուղեկցում էին սերներ։ Եվ երբ որ բոլորով քետին ընկան, բայց ցայնը լսեց միայն մեկը, դա Պողոս Առաքյալն էր, Սավուղն էր, այն ժամանակ Սավուղ էր կոչվում, եւ ինքը լսեց Աստծո որդու ցայնը առաջի անգամ,
եղբայրներ քույրեր, իր կյանքում առաջի անգամ ծագեց Աստծո լույսը եւ ինքը լսեց Աստծո որդու ձայնը, որ ասում էր. «Սավուղ, սավուղ, ինչու զիս կհալածես»։ Սավուղը, եղբայրներ քույրեր, մինչև այդ մտածում էր, որ գնում է Դամասկոս կամ այդ բոլոր բաներն անում է ծառայելու համար Աստծուն, մտածում էր, որ ինքն էլ շատ աղոթներ արել Աստծո առջև եւ ինքն էլ Աստծուն փառավորել է, ինքը ծառայել Աստծուն փառավորել է եւ խոսում է մի անգամ էլ նորից մի տեղ էլ խոսում այն մասին, որ ինքը Գամաղելի, որը մեծագույն վարդապետ է եղել իր ժամանակի Տարսոն քաղաքի մեջ, որ այնտեղ ծնվել է Գամաղելի, ոտքը մեծացել է, իր հայրենի սովորություններով կրթված եւ զարգացած, ամեն բան գիտե եղբայրներ քույրեր եւ դրա համար ինքը այդպիսի ճանապարհ էր ընտրել սերներ։ Սակայն ինքը ոչ թե Տիրոջը ծառայել էր, Տիրոջը պաշտել էր, Տիրոջը փառավորել էր, այլ բանից դուրս կգա, որ ինքը հալածել է։ Իրան թվացել է, թե սերներ, ինքը ծառայում է Աստծուն, ինքը Աստծո կամքը կատարում է, բայց ինքը չի կատարել Աստծո կամքը, ինքը հալածել է Քրիստոսին։ Եվ ինքետին ինքնալով ցայմը լսեց. «Սավուղ, սավուղ, ինչու զիս կհալածես»։ Եղբայրներ քույրեր, երբ որ մենք խորանանք այս փոքր տածվածքի մեջ «Սավուղ, սավուղ, ինչու զիս կհալածես», մենք կտեսնենք Աստծո սիրո արտահայտությունը, նրա հոգատարությունը, նրա ցավագից հայրական մոտեցումը եւ վերաբերմունքը նրան, ով որ իրան հալածում է, ով որ իրան սպանում է, ով որ ուզում է արմադախիլ անել իր նկատմամբ ունեցած հավատքը, մարդկանց փրկության ճանապարհին է խոչընդոտում եւ դա սավուղն էր եւ ինքը հիմա չի կոպտում, չի անարգում, չի անդիմանում, չի ցածրացնում, միայն ասում է «Սավուղ, սավուղ, ինչու զիս կհալածես»։ Այսինքն տեղ է ստեղծում, հող է ստեղծում իր եւ Սավուղի հետագա հարաբերությունների, որդիական հարաբերությունների, սիրո հարաբերությունների, հավատքի եւ հույսի հարաբերությունների եւ ապաշխարության համար տեղ է տալիս, որպեսզի Սավուղ ապաշխարի։ Եվանիկա Սավ, ով ես դու Տեր։ Ինչքան շփոթված կլինի Սավուղը, ինչքան իր աչքին ինքը փոքրացած կլինի Սավուղը։ Տեսեք, ասում է. «Տերը եւ Տերը Սավ, ես եմ Հիսուսը, որ դու կհալածես, դժվար բան է քեզի խտանի դեմ կից զարնել»։ Կյանքի ուղղորդող խնդիրների դեմ քեզի դժվար է կից զարգել։ Դա ծիուն են ասում, ծիուն խտան կա, որպես ինքը չկարողանա խփել եւ հագարակ ճանապարհով էր տալ։ Եվ մեր Աստված տալիս է մեզ հոգևոր նշանացույցեր, եղբայրներ քույրեր, ինչպես փողոցային նշանացույցներն են, սա էլ հոգևոր եւ ասում է դժվար բան է քեզի խտանի դեմ կից զարնել։ Եվ այստեղ գրում է անա թողալով ու ապշությամբ ապշել է, թե ոնց կլինի Աստված, որին ինքը այդքան զորավոր է, որին ինքը այդպես հալածում է, հիմա ինչքան սիրով, քաստությամբ, խոնարհությամբ, հոգատարությամբ մոտենում է իրապես հալածիչին, իրան նեղություն տվողին, իր զավակներին, սպանողին եւ չարչարողին։ Ինքը շփոթված էր նրա ամբողջ էությունը, որ արդեն իր մինչև այդ բոլոր ապաշխարությունը, ծառայությունը, աղոթները, բոլոր ինչ որ ինքը արսել է, զոհերը, ինչ որ ինքը մատուցանել է Աստծո առջև, զոհաբերությունն այդ բոլորը սուտ են եղել, նրանք Աստծուն հակառակ են եղել, Աստծուն նրանով ինքը չի ճանաչել, օրենքով եւ իր մարդկային գաղափարով։ Եվ շփոթված ասում է. «Տեր, ինչ կուզես որ անեմ»։ Արդեն ապաշխարության մեծագույն քայլ է առաջացել, հավատք է առաջացել իր մեջ, ինքը տեսել Հիսուսին փառքի մեջ, լույսի մեջ, որ իրան ասում է սիրալիր այդ խոսքերի մեջ նույնիսկ սեր կարելի էր հասկանալ, ոչ թե թշնամություն, ոչ թե տադապարտություն, ոչ թե մեղադրանք, այլ Աստծո սերը, որ այսօր էլ այստեղ գտնվող մեզանից ամեն մեկին հասել է սիրներ։ Եվ Տերը Սավ, ելիր ու քաղաքը մտիր եւ քեզի պիտի ըսվի ինչ որ պարտավոր ես անել։ Եվ այստեղ սերներ, երբ որ մարդը սերներ դառնում է Տիրոջը, ընդունում է Տիրոջը, եղբայրներ քույրեր, իր մեջ առաջի հարցը սա է, թե Տիրոջ կամքը որն է, որ ես անեմ։ Այսինքն, երբ որ մարդը գալիս է ապաշխարության, եղբայրներ քույրեր,
Երբ որ ապաշխարության առաջի քայլը գցում է, ապաշխարության քայլի առաջի նոտան եղբայրներ քույրեր, սա է, ես ինչ կուզես որ անեմ։ Եվ հիմա մենք մոտեցել ենք Տիրոջը սերներ, մոտեցել ենք Տիրոջը եւ մեր սետում էլ այդ բանը պետք է լինի։ Ոչ թե նրա համար, որ մենք առաջի անգամ ենք եկել կամ 1000-րդ անգամ ենք եկել ստեղ սերներ, այլ մեր սիրտը բոլորի սիրտն էլ առավել ևս նրանց սիրտը, ովքեր որ ավելի շատ են եղել, նրանց սրտում ավելին պետք է լինի այդ խնդիրը հանգամանքը, Տեր ինչ կուզես որ անեմ, որովհետև մեր կյանքի մեջ շատ բաստողումներ կան, տգարության պահեր կան, Աստծուն մերժելու, Աստծուն արհամարելու, երբեմն էլ Աստծուց երես թեքելու եղբայրներ քույրեր, այդպիսի տեղեր շատ ունենք, եւ սակայն մեր ապաշխարության մեջ սա մեզ լուսավոր ամպի պես մեզ պետք է առաջնորդի Կրակիսյունի պես, նոր երկեցինք, լուսավոր ամպի պես մեզ պետք է առաջնորդի, Տեր, ինչ կուզես որ անեմ, այդ միտքը, այդ ճշմարտությունը, այդ արդարության ճանապարհը եւ այդ խորհուրդը եղբայրներ քույրեր, որ մեր մեջ հայտնվում է, ապա Քրիստ ապաշխարելուց եւ Քրիստոսին ընդունելուց հետո։ Եվ հետաքրքրական է, ասում են, Պողոսից հերիս մտցրեցին, բռնեցին, տարան մտցրեցին քաղաք Դամասկոս, Ընդեղ ենք եկել էր հալացելու հավատացյանին կապելու եւ այլն, բայց հիմա արդեն կույր է, իր աչքերը չեն տեսնում սերներ, Սավուրի աչքերը այդ պահից սկսած այլևս չեն տեսել, որովհետեւ այն լույսը, որ իրան այդ պահին ծագեց իր սրտի մեջ սերներ, այդ լույսը չափազանց զորավոր էր եղբայրներ քույրեր, այնքան զորավոր էր, որ այրեց Սուրբ Հոգու կրակի պես, ինչպես նոր մեր Մուրադ եղբայրը երկեց, նրա մեջ եղած բոլոր անհավատությունը եղբայրներ քույրեր, բոլոր անհավատությունը, մերժողականությունը Քրիստոսի նկատմամբ անմիջապես այրվեց եւ ոչնչացավ եղբայրներ քույրեր, եւ հիմա այդ մարդը ծնկի եկած 3 օր առանց ուտել, առանց խմել ծոմապահության մեջ աղոթք է անում Տիրոջը, նոր ինքը ճանաչել է, գտել է Քրիստոսին եւ սկսվել է իր կյանքում արդեն իրական աղոթքը։ Եվ հետաքրքրական է սերներ, երբ որ Անանյան գնում է Պողոսին տեսնելու, Տեր առաջնորդում է, տես ինչ է ասում Անանյային։ Անանյան նովաշակերտ մկար Դամասկոսի մեջ Տերը տեսիքի մեջ անոր սավ, Անանյան ալսավ Տեր, ահոսեմ։ Տերը սավ անոր ելիրու կնա, այն փողոց որ ուղիղ կոչվի եւ հոն Հուդայի տանը մեջ փնտրե Սողոս անով Տարսոնցի մե, վասնզի ահա անիկա աղոթ կնե։ Եղբայրներ քույրեր, այս խոսքերի մեջ Տեր Հիսուսը որը ցույց էր տվել Անանյային, որ ինքը ուր պետք է գնա եւ ինչ պետք է անի, Տեր Հիսուսը խոսում է ամենաառաջինը, որ Սավուղը տարել է իրան, առաջի քայլը նա աղոթք է անում։ Նա աղոթք է անում, ներողություն է խնդրում եղբայրներ քույրեր, ինչպեսի զղջում, ինչպեսի ապաշխարության աղոթք պետք է բերեր այդ 3 օրը Պողոս առաքյալը եղբայրներ քույրեր, հիշելով իր բոլոր մեղքերը Տիրոջ նկատմամբ կատարած, հիմա տեսնելով Աստծո մեծագույն սերը եւ ողորմությունը նորից իր նկատմամբ եղբայրներ քույրեր, նա տեսել էր այդ սերը, քաղցրությունը հայրական, ներման ցանկությունը Քրիստոսի եւ ինքը Քրիստոսի արյունով ներում էր խնդրում, օրհնություն էր խնդրում եւ բժշկություն էր խնդրում իր համար, որովհետեւ իր աչքերը փակվել են եղբայրներ քույրեր այդ լույսի զորությունից, նա այդպիսի լույս երբեք չէր տեսել եւ եթե հաստատ գիտեցեք, եթե Տերը իր իրական փառքով ու լույսով այստեղ կա, ու մենք տեսնենք բոլորիս էլ հարկ կլինի, որովհետեւ մեր ցերկերից բռնաստուն տանեն սերներ։ Եվ Տերը շեշտում է, ահա անիկա աղոթք կներ, եւ այն աղոթները, որոնք որ Պողոսը մինչեւ այդ կատարել էր, զոհաբերությունները, ամեն բան, ինչ որ բարեգործություններ կամ զոհաբերություններ, կամ իրան թված էր թե Աստծո կամ այդ ամենը բոլորը ոչինչ եղան, եւ ինքը աղոթք է անում, ներողություն է խնդրում, ապաշխարության քայլ է գցում, զղջումով խորին, արցունքով գուցե այստեղ չի նշում, բայց ես համոզված եմ, որ Պողոս առաքյալը այդ պահին այդ 3 օրվա մեջ բավական շատ արցունք է տապել իր մեղքերի համար, իր տգարությունների համար, ու հիմա ինքը գտել է իրական Աստծուն, ճշմարիտ Աստծուն, որ իրան սիրել է եւ իր համար իր սուրբ եւ պատվական այժմը թափել է եղբայրներ քույրեր, եւ ինքը այդ աղոթն է բերում
Եվ Աստված հետաքրքիր որ մատնանշում է այդ աղոթքը, որովհետև այդ աղոթքը Աստծուն ընդունել է եղել։ Նա ընդունել էր այդ աղոթքը, նա տեսել էր այդ աղոթքը եւ Անանյանին ասում է. «Գնա այդ մարդուկով, նա հիմա ինձ աղոթք է անում»։ Անանյան զարմանում է, եղբայրներ քույրեր, որպեսզի շեշտի, որ իրականում Պողոսը տարել է իրան ինքը աղոթքի պարագան է առաջ բերում, ինչպես նոր ես հիշատակեցի աղոթքի վերաբերյալ, որ աղոթք էր մեր երկերը, որոնք որ մենք երկեցինք, իրական սրտանց աղոթք, երբ որ դու երկում ես Սուրբ Անոտ Մաքսենձի, հավատալով, որ միայն իր այժունով է, կամ ասում ես քո յուղով, կենտրոնի կյանքի ուղով ոցենցի, որպես ես քո կամքը կատարեմ եւ քո կամքին հնազանդվեմ։ Այդ աղոթքը բերում էր Պողոս առաքյալը այդ պահից սկսած եղբայրներ քույրեր։ Անանյան տատանվում է, բայց Տեր ասում է իրան հետևյալը, ասում է գնա, Տերը սավանոր գնա, դու վասզանիկայինցի համար ընտիր ամամն է, իմ անունս հետանոցներուն կրելու ու թագավորներուն եւ Իսրայելի որդների առջև, քան ձեզ անոր պիտի ցույց տամ, թե պետք է իմ անվանս համար նեղություն կրե։ Տեսնում եք սերներ, մի մարդը, որը եղբայրներ քույրեր, մինչև այդ իր անհավատության մեջ, իր ճիշտը ճանաչելու մեջ հալածել է Աստծո զավակներին, հիմա ինքը պատրաստ է եւ մենք գիտենք, պատրաստ է Պողոս առաքյալը ինքը նեղություն կրելու, ինքը նեղության մատնվելու, միայն թե կատարի այն կամքը, որին ինքը հանդիպեց, այդ լույսը, որը եղբայրներ քույրեր իր կյանքում հայտնվեց, եղբայրներ քույրեր։ Եվ ինքը տեսեք ինչ է ասում. «Եվ հիմա ես հոգիով կապված Երուսաղեմ կեշտամ, եւ ում ինձ ինչ պիտի պատահի չեմ գիտեր, միայն Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ ինձ կվկա է, թե կապեր ու նեղություններ պիտի 20-րդ գլուխն է եղբայրներ, 20-րդ գլուխ 22-րդ համար, Գործք Առաքելոցի։ Ուրեմն, բայց ես բանի համար հոգ չեմ մներ, 24-րդ խոսքը, բայց ես բանի համար հոգ չեմ մներ, եւ իման ձեզ պատվական չեմ սեպել, միայն թե իմ ընթացքը սուրակությամբ կատարեմ, եւ այն պաշտոնը զոր Տեր Հիսուսեն արի Աստծո շնորհների ավետարանին վկա լինելու։ Եվ 21-րդ գլխի 13-րդ ասում է, երբ որ իրան լացում էին, ուզում էին բայել, թե մի գնա Պողոս, քեզի կաբեր են սպասում, որովհետև այդ ժամանակ եկել էր տեղեր, նորից եկել էր Ագաբոս Մարգարեն, հիշում եք մենք իրան, Ագաբոս անունով Մարգարե հասավ այդտեղ ու իրան պատմեց, թե քո ցերկերը, ոտքերը պետք է կապեն ու քեզ հետանոցների մատնեն։ Ագաբոսը մենք հիշենք նաև Գործք Առաքելոցի հենց սկզբի գլուխների մեջ, երբ որ ինքը եկավ ու մարգարեացավ, թե մեծ սով պետք է լինի Հրեաստանի եւ Գալիլեայի ամբողջ երկրի վրա, եղբայրներ քույրեր։ Այդ նույն Ագաբոսն էր, որը վկայում է հիմա էլ Պողոսի, այդ ժամանակ Պողոսը քրիստոնյա չէր դերևս, բայց հիմա քրիստոնյա է եւ ինքը պատասխանում է հետեւյալ խոսքերը. Ինչ կնեք, ինչու կուլակ, ու իմ սիրտս կճմլեք, քանզի ես ոչ միայն Երուսաղեմի մեջ կապվելու, հապա նաեւ մեռնելու ալ պատրաստ եմ Տեր Հիսուսի անվան համար։ Եվ այն մարդը սերներ, որը հալածող էր, հիմա արդեն խոնարհվել Աստծո առաջ եւ ինքը պատրաստ է ուրախությամբ հալածվելու եւ այն Աստծուն փառավորելու նրա կամքը կատարելով, որին ինքը հալածում էր, որը իրան հանդիպեց այդպիսի խոսքերով սավուխ, ինչ ուզես հալածես սերներ։ Այսօր մենք էլ շատ դեպքերում հալածել ենք, արհամարել ենք Տիրոջը։ Գիտեք, եղբայրներ, Տեր ասում է, թե ինչ որ իմ փոքրիցս մեկին ըրած, ինձ ըրած։ Եթե մենք եղբայրներին եւ քույրերին պրիզիրած ենք երեսել ռուսները եղբայրներ քույրեր, եթե մեկին անարգել ենք, ցածրացրել ենք, անտեղի տեղը, տեսեք Տեր Հիսուսը ասում է, թե եթե մեկը մարդ սպանե, դատաստանի պարտավոր պետք է լինի։ Եվ այդ նույն Տեր Հիսուսը շարունակում է ասելով, թե եթե մեկ իր եղբորը պարապ տեղը սրտովի, դատաստանի պարտավոր պետք է լինի։ Տեսնում եք, ինչպիսի երկնային օրենքներ կա, որը մարդը չի կարող հասկանալ, իր խելքով բավարարել եղբայրներ քույրեր, բայց երբ որ մենք էլ մեր սիրտը եղբայրներ քույր այսօրվանից ավելի մոտեցնենք Տիրոջը, ասենք Տեր, քո լույսով ծագի իմ սրտից մեջ, եւ դու որ ես էլ ոչ թե քեզ հալածեմ կամ քո զավակներին երբևիցե մի թթու խոսք ասեմ, այլ հակառակը
պատրաստ լինեմ, ոչ թե հալածելու, այլ հալածվելու, ոչ թե իմ կամքս կատարելու, հապա քո կամքը, որտեղ եթե մեկը ստեղ կա ու չի գտել Տեր Հիսուսին, չի իր կյանքում ծագել այդ լույսը խորությամբ, եւ ինքը Սրտան չի տարել, որ ոչ թե եղբայրներ կուրել հալածող լինի, այլ Սրտան պատրաստ լինի հալածելու, ոչ թե իր կամքը կատարող, հապա Աստծո կամքը կատարող թողնա, հիմա խոնարհվի Աստծո առաջ եւ ասի Տեր, ես պատրաստ եմ քո կամքը ընդունելու, շնորհի ինձ մեղքերի լրիվ թողություն եւ շնորհի ինձ, որ ես կարողանամ իմ ամբողջ կյանքի վերջը, ինչպես Տեր Հիսուսը, ինչպես Պողոս Արաքյալը կամ մյուսները կատարեմ քո կամքը քեզ փառավորելով